Ժողովուրդների ինքնորոշման իրավունքի համար պայքարողները պատժվում են Բրյուսելում, հայ գերիները Ադրբեջանում և Եվրոպական միության ներգրավվածության հրամայականը խորագրով համաժողովի ժամանակ հայտարարել է Արցախի ազգային ժողովի նախկին նախագահ Բաքվում կալանավորված Դավիթ Իշխանյանի որդին Արմեն Իշխանյանը։ Նա պատմել է, որ 2023-ին ադրբեջանական վերջին ագրեսիայից հետո իրենց ընտանիքը տեղափոխվել է Հայաստան, հայրը մնացել է։ Սերբակալումից միայն 10 օր անց մենք առաջին տեղեկությունները ստացանք հորիցս։ Այդ ընթացքում, ինչպես նաև դրանից հետո, մեր ընտանիքը անցնում էր հոգեբանական աննկարագրելի ապրումների միջով։ Մեր տանը հորս սպասում էր մայրս, քույրս, եղբայրս, թոռնիկները։ Վերջիններից պատկերացումներ աշխարհի վերաբերյալ նրանց թույլ չի տալիս հասկանալ, թե ինչու իրենց պապիկին իրենց հետ չէ։ Մի քանի օր առաջ աղջկաս ծնունդն էր։ Նրա համար ծննդյան լավագույն նվերը պապիկի զանգն էր։ Երբ հարցրեցին, թե ինչ նվեր է ուզում, ասաց, որ ուզում է պապիկը վերադառնատուն։ Արմեն Իշխանյանը շեշտել է, որ Եվրամիությունը բավարար ճնշում չի գործադրում Ադրբեջանի վրա։ Սակայն ցավով նկատում ենք, որ Եվրոպական խորհրդարանի միանշանակ դիրքորոշումը էականորեն չի դրսևորում Եվրոպական միության գործադիր իշխանության քաղաքական վարքում, և մենք Ադրբեջանի վրա անհրաժեշտ քաղաքական ճնշում չենք տեսնում Եվրոպական միության գործադիր իշխանության կողմից։ Միջազգային ատյաններում հայ գերիների շահերի ներկայացուցիչ Ցիրանուս Սահակյանը նշել է, որ Բաքվում իրականացվող դատավարությունը չի կարելի իրավաչափ համարել միայն այն պատճառով, որ Լեռնային Ղարաբաղի անկախությունը միջազգայնորեն ճանաչված չի եղել։ Մինսկի խմբի ներկայացուցիչները հանդիպումներ և շփումներ են ունեցել Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչների հետ, այդ թվում այն անձանցից մի քանիսի, որոնք այսօր պահվում են Բաքվում։ Այդ ժամանակ այդ կապերը չէին համարվում անօրինական կամ հանցավոր գործունեության մասնակցություն, այլ դիտարկվում էին որպես միջազգային հանրության ընդունած խաղաղ կարգավորման գործընթացի մաս։ Սահակյանը շեշտել է, հենց այդ պատճառով Բաքվում ընթացող դատավարությունը չի կարող ընկալվել որպես սովորական քրեական գործ, նրա գնահատմամբ դա քաղաքական նպատակ ունի։ Նրանք պարզապես կալանավորված անձինք չեն սովորական քրեական դատավարության ընթացակարգով, այլ արդյունավետ կերպով օգտագործվում են որպես գործիք Հայաստանի հետ հարաբերություններում այսպես կոչված պատանդային դիվանագիտության համար։ Պետք է խոսքից գործի անցնել քննարկման ժամանակ հայտարարել է Մարդու իրավունքների միջազգային գործընկերության ներկայացուցիչ Սիմոն Պապուաշվիլին։ Նրա խոսքով հայ գերիների ազատ արձակումը պետք է դառնա Եվրոպական միության և Ադրբեջանի բոլոր շփումների հստակ ու չափելի առաջնահերթությունը։ Հայ գերիների ազատ արձակումը պարգև կամ առավելություն չէ Հայաստանի համար։ Դա պարտավորություն է, որը բխում է միջազգային մարդասիրական իրավունքից, մարդու իրավունքների միջազգային իրավունքից և այն պարտավորություններից, որոնք կողմերն իրենք են ստանձնել։ Եվրամիությունը պետք է օգտագործի համագործակցության և էներգետիկ հարաբերությունների լծակները Բաքվից պահանջելով անհապաղ ազատ արձակել հայ գերիներին, հայտարարել է Հայաստանի հարցերով մշտական զեկուցող Միրիամ Լեքսմանը։ Եվրամիությունն ակտիվորեն խորացնում է համագործակցությունը Հայաստանի հետ, աջակցելով երկրի տնտեսական դիմակայունությանը և եվրոպական շուկաներ մուտքին, բայց էներգետիկ շահերի պատճառով բավարար ճնշում չի գործադրում Ադրբեջանի վրա մարդու իրավունքների խախտումների հարցում։ Համաժողովի մասնակիցները ընդգծել են, քանի դեռ Բրյուսելը Բաքվին վստահելի գործընկեր է համարում, կարելի է պնդել, որ Եվրամիության գործողությունները չեն համապատասխանում իր արժեհամակարգին։ Լիլիթ Սարգսյան, Էլեն Յահինյան, Հայլուր։